Այլ հայացք Հորմուզի նեղուցի խնդրին։ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջև արդեն ավելի քան 2 շաբաթ շարունակվող պատերազմի ֆոնին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել համաշխարհային էներգետիկ համակարգի ամենաառանցքային կետերից մեկը՝ Հորմուզի նեղուցը։ Տասնամյակներ շարունակ այն համարվում է էներգակիրների համաշխարհային առևտրի կարևորագույն եւ միևնույն ժամանակ ամենախոցելի կետերից, որտեղ ցանկացած ռազմական կամ քաղաքական լարվածություն անմիջապես ազդում է միջազգային շուկաների վրա։ Հորմուզի նեղուցը գտնվում է Պարսից ծոցի եւ Արաբական ծովի միջև, բաժանելով Իրանը Օմանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից։ Նեղուցի լայնությունը մուտքի եւ ելքի հատվածներում մոտ 50 կիլոմետր է, իսկ ամենանեղ հատվածում մոտ 33 կիլոմետր։ Չնայած համեմատաբար փոքր չափերին, այն բավականաչափ խորն է խոշորագույն նավթատար լցանավերի անցման համար։ 2025 թվականին Հորմուզի նեղուցով օրական անցել է մոտ 20 միլիոն բարել նավթ, ինչը կազմում է համաշխարհային նավթային սպառման մոտ 20%-ը։ Տարեկան հաշվարկով այս երթուղով իրականացվում է մոտ 600 միլիարդ դոլարի էներգակիրների առևտուր։ Նեղուցով անցնող նավթի հիմնական աղբյուրները Պարսից ծոցի երկրներն են՝ Սաուդյան Արաբիան, Իրաքը, Քուվեյթը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Իրանը։ Միաժամանակ Հորմուզի նեղուցը նույնքան կարևոր է նաև բնական գազի համաշխարհային առևտրի համար։ Հատկապես հեղուկացված բնական գազի խոշորագույն արտահանողներից մեկը Կատարը իր գազի գրեթե ամբողջ արտահանումը իրականացնում է ծովային այս երթուղով։ Ծոցի երկրներից շատերի տնտեսությունները մեծապես կախված են էներգակիրների արտահանումից, ուստի նեղուցի անվտանգ եւ անխափան աշխատանքը կենսական նշանակություն ունի ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլև հենց տարածաշրջանի պետությունների համար։ Իրանի վրա ամերիկյան եւ իսրայելական հարձակումը եւ իրանական կողմի պատասխան հարվածները, ինչպես նաեւ մի շարք լցանավերի եւ բեռնանավերի թիրախավորումն արդեն լուրջ անվտանգային խնդիրներ են ստեղծել նավագնացության համար։ Այս ընթացքում բավական փոքրաթիվ հիմնականում իրանական եւ չինական նավերի է հաջողվել անվտանգ անցնել այդ երթուղով։ Բավական իրատեսական է դարձել նաև Հորմուզի նեղուցի ամբողջական փակման վտանգը, ինչը ավելի կսրի իրավիճակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը փորձի խափանել էներգակիրների տեղափոխումը նեղուցով, ապա Վաշինգտոնը կհարվածի 20 անգամ ավելի ուժեղ։ Նրա խոսքով ազատ նավարկության պահպանումը կարևոր է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև էներգակիրներից կախված բազմաթիվ պետությունների համար։ Իրանի դիրքորոշումն ավելի հակասական է։ Թեհրանը պաշտոնապես հայտարարում է, որ չի փակել նեղուցը, սակայն միաժամանակ ընդգծում է, որ տարածաշրջանը դարձել է վտանգավոր ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների պատճառով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը չի խոչընդոտում նավերի անցումը, սակայն դրանք պետք է առավելագույն զգուշությամբ գործեն։ Միաժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդես է եկել ավելի կոշտ հայտարարություններով, նշելով, որ թույլ չեն տա թշնամական երկրներին նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով։ Ըստ կառույցի ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր, որը կարտաքսի Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեսպաններին իր տարածքից կստանա նավարկության լիակատար ազատություն եւ նեղուցով անցնելու իրավունք։ Չնայած Հորմուզի նեղուցը պաշտոնապես փակ չէ, իրականում նավարկությունը գրեթե կանգնած է։ Հիմնական խնդիրը ոչ թե ֆիզիկական արգելքն է, այլ անվտանգության ռիսկը։ Սովորաբար Հորմուզի նեղուցով ամսական անցնում է մոտ 3000 նավ։ Այսօր նեղուցի երկու կողմում առաջացել են նավերի մեծ կուտակումներ։ Դրանց զգալի մասը սպասում է անվտանգության պայմանների բարելավմանը։ Բացի այդ, կտրուկ աճել են ապահովագրական վճարները։ Այս ընթացքում լցանավերի վրա հարձակումների եւ այրվող նավերի կադրերը տարածվել են ամբողջ աշխարհում, ինչի հետևանքով շատ սեփականատերեր հրաժարվում են ուղարկել իրենց նավերը վտանգավոր գոտի։ Վերջին օրերին շրջանառվում են նաև լուրեր Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ականապատման, ինչպես նաև Իրանի կողմից հեռակառավարվող նավակների միջոցով լցանավերի թիրախավորման մասին, ինչը կարող է ավելի բարդացնել իրավիճակը։ Դրանի պատասխան ամերիկյան ուժերը սկսել են թիրախավորել իրանական ականապատող նավերը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ օրերս կոչ արեց քաղաքացիական բնակչությանը լքելու Հորմուզի նեղուցի բոլոր նավահանգստային կառույցները, որտեղ տեղակայված են իրանական ռազմածովային ուժերը։ Ըստ ամերիկյան կողմի դրանք օգտագործվում են միջազգային նավագնացությանը սպառնացող գործողություններ իրականացնելու համար, ուստի զրկում են իրենց պաշտպանված կարգավիճակից եւ համարվում են օրինական ռազմական թիրախներ։ Ստեղծված ճգնաժամը բավական բացասաբար է ազդել նավթի եւ գազի համաշխարհային շուկաների վրա։ Ընդհանրապես էներգակիրների գների աճը պայմանավորված է ոչ միայն իրական մատակարարումների կրճատմամբ, այլև այսպես կոչված աշխարհաքաղաքական ռիսկի հավելավճարով։ Երբ շուկաները վախենում են մատակարարումների հնարավոր խափանումից, գները բարձրանում
ստանում են նույնիսկ այն դեպքում, երբ առաջարկը դեռ բավարար է։ Նավթի գներն արդեն բարձրացել են 30-ից 35%, իսկ հեղուկացված գազի գինը եվրոպական շուկայում բարձրացել է մոտ 100%, իսկ ասիականում մոտ 50%։ ԱՄՆ-ում եւս կա էներգակիրների գների որոշ աճ, սակայն դա անհամեմատ փոքր է։ Եթե Հորմուզով նավագնացությունն առաջիկայում չվերականգնվի, տնտեսագետների գնահատմամբ նավթի եւ հեղուկացված գազի գները կարող են ռեկորդներ սահմանել։ Դա իր հերթին կհանգեցնի բենզինի, ավիացիոն վառելիքի եւ բազմաթիվ արտադրական նյութերի թանկացմանը ամբողջ աշխարհում։ Ուշագրավ է, որ ստեղծված իրավիճակը ոչ բոլոր երկրների համար է բացասական։ Օրինակ, Ռուսաստանի համար նավթի գների աճը լրացուցիչ եկամուտներ է ապահովում, ինչպես նաեւ դյուրացնում է պատժամիջոցների շրջանցման հնարավորությունները։ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը շարունակում է աճել։ Նավթ արդյունահանող մի շարք երկրներ փորձում են գները կայունացնել իրենց ռազմավարական պահուստներից նավթի որոշակի ծավալներ դուրս բերելով շուկա, սակայն այս քայլերը կարող են ունենալ միայն կարճաժամկետ էֆեկտ։ Փորձագետները չեն բացառում նաև, որ առաջիկայում Միացյալ Նահանգներն առավել ակտիվ հարվածներ կհասցնի Հորմուզի նեղուցի շրջանում իրանական ռազմական եւ ռազմավարական ենթակառուցվածքներին, փորձելով մեղմել նավագնացության համար հնարավոր ռիսկերը։ Հավանական սցենար է, որ ինչպես 1980-ականներին Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ, այժմ եւս ամերիկյան ռազմանավերը կսկսեն ուղեկցել Հորմուզի նեղուցով անցնող լցանավերը։ Թե ինչ վերադասավորումներ կլինեն Մերձավոր Արևելքում, բարդ է կանխատեսել, սակայն միանշանակ է, որ դրանք ուղղակիորեն ազդելու են ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի էներգետիկ անվտանգության եւ տնտեսական կայունության վրա։